Տիկին Բադալյան, նախ ես կուզեի անդրադառնայինք ձեր թեկնածության ներկայացման դրվագին։ Մենք չլսեցինք, որ ձեր գործընկեր Տարոն Չախոյանը նշեր ձեր կենսագրական տվյալներում, որ դուք աշխատել եք Երկիր մեդիա հեռուստաընկերությունում, Դաշնակցությանը հարող Կենտրոն հեռուստաընկերությունում Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության մաս կազմող։ Դուք եք ասել, որ այս հաշվի առնելով քաղաքական իրավիճակը դրանք չհնչեն ամբիոնից։ Չէ, բնավ, շնորհակալ եմ, բնավ ես որևէ բան չի ասել, բայց հնարավորինս փորձել էի կենսագրությունը բեռնաթափել եւ ընդհանուր առմամբ ուղղակի նշել էի, որ 97-ից 2019 թվականներին աշխատել եմ ռադիոյում եւ հեռուստատեսությունում, որովհետեւ եթե ես սկսեի նշել բոլոր հեռուստաալիքներն ու բոլոր ռադիոկայանները ու այդ ոլորտի հետ կապված ամբողջ աշխատանքը, կարծում եմ բոլորը շատ հոգնած էին, շատ երկար կտևեր, միևնույն է դա գրված է եւ դա գրված է ազգային ժողովի կայքում, բայց առողջապահության հետ առանձնապես դա կապ չուներ եւ այդ մասով ես նպատակահարմար գտա ուղղակի մեկ բառով ասել, որ ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակից եմ։ Տիկին Բադալյան, բայց Տարոն Չախոյանը ձեր թեկնածությունը ներկայացնելու ժամանակ երբ հարցեր էին հողում կոնկրետ ոլորտային, նշում էր մենք այստեղ բժշկական կենտրոնի տնօրեն չենք ընտրում, այնինչ օրինակ բժշկական կենտրոնի տնօրենը շատ հանգիստ կարող է բժիշկ չլինել, կարող է լինել ֆինանսիստ, իրավաբան, ցանկացած մասնագիտություն, բայց ոչ օրինակ բժիշկ, բայց ձեր պարագայում կամ օրինակ գլխավոր բժշկի պարագայում պիտի լինի, պարտավոր է օրինակ լինել բժշկական մասնագիտություն։ Պարտավոր չէ, որևէ տեղ նման բան չկա գրված եւ նաեւ հիշելով նախկինում ովքեր են գլխավորել հանձնաժողովը, որևէ մեկը բժիշկ չի եղել եւ այս իմաստով, քանի որ հանձնաժողովի նախագահը հիմնականում համակարգում է հանձնաժողովի աշխատանքները, դրա համար էլ օրենքում նման կետ գրված չէ, որ որևէ հանձնաժողովի նախագահ պարտավոր է լինել մասնագետ։ Բայց եթե մենք խոսում ենք մասնագիտական տեսանկյունից, բժիշկ լինելը էական ազդեցություն ազգային ժողովի ներքին այդ աշխատանքների վրա դերակատարում չի կարող ունենալ, բայց առողջապահության մասնագետ լինելը իհարկե ցանկալի է եւ այս իմաստով ես այս ընթացքում իհարկե հասցրել եմ այդ կրթությունը ստանալ եւ կարծում եմ, որ նաեւ երկու գումարումներում այդ հանձնաժողովում աշխատանքային փորձերը էլի տալիս է այդ հնարավորությունը։ Դուք չեք կարևորում այդ կրթությունը ստանալ, նկատի ունեք, որ այդ հանձնաժողովի անդամ եք եղել եւ թրծվել եք, հա, այդպես այդ նշանակում։ Չէ, ես դա նկատի չունեմ, ես նկատի ունեմ, որ այդ ընթացքում ես նաեւ հասցրեցի ընդունվել եւ ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը։ Առողջապահության հետ ընդհանուր կապ չունի, կառավարումը մի քիչ Դե դրա համար եմ ասում, երբ որ առողջապահության կազմակերպիչ, այսինքն ինքը շատ ավելի օգնում է թե հիվանդանոցի տնօրեն լինելու հարցում, թե ընդհանրապես կազմակերպչական աշխատանքներում։ Կազմակերպիչներ իրավաբան է, այսինքն քաղաքացիական պայմանագրում ինչ մեթոդով են ընտրում առողջապահության ոլորտի առողջապահության ղեկավարությանը, այսինքն դուք պետք է շփվեք ոլորտի մասնագետների հետ, այդ թվում եւ նեղ մասնագետների հետ, բարձրացնեք իրենց խնդիրները, բայց դուք պատկերացում չունեք այդ մասնագիտությունների։ Նախ առաջին հերթին դուք չեք, որ կորոշեք, ես պատկերացում ունեմ, թե ես չունեմ, երկրորդը ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, եթե նկատի ունեք, բացի իրավաբան լինելուց, Տիկին Ավանեսյանը ավարտել է նաև ամերիկյան համալսարանի առողջապահության կազմակերպիչ ֆակուլտետը, մագիստրատուրան, եւ ուղղակում եմ որոշել։ Չէ՞ որ դուք չունեք համապատասխան։ Ինչ այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ, ասենք, թոքաբան եւ այլն։ Ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը կազմակերպում է նիստեր եւ դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա։ Այդ դեպքում ինչի օրինակ ընդդիմադիր թեկնածուների հետ կապված դուք շատ խիստ ոլորտային հարցեր եք տալիս։ Գուցե իրենք էլ կարող են կազմակերպիչ լինել, բայց այդ ոլորտում խորացած չլինեն։ Համաձայն եմ եւ եթե դուք լսել եք իմ ընտրության վերաբերյալ քննարկումները, տեսել եք, որ ամբողջությամբ բացառապես ոլորտային հարցեր են եղել, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ մեր ընդդիմությանը, որը նույն տարբերակով էլ մեզ ոլորտային առումով քրքրել է եւ կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է ցանկացած ոլորտ, որի համար դու պատասխանատվություն ես վերցնում, այդ ոլորտը որոշակիորեն այսպես ավելի
մաքսիմալ օգտակար լինելու այդ ոլորտում եւ միայն մենք չենք, որ ոլորտային հարցեր ենք տալիս, եթե չեք դիտել առաջարկում։ Փակ քննարկման օրինակ խմբակցության քննարկել արդյոք ընդդիմադիր տեխնացուների ոլորտային պատրաստվածությունը, այսինքն ինչքանով են նրանք պատրաստ այդ ոլորտը ղեկավարելու ազգային ժողովի մակարդակով, թե ոչ, թե այլ հարցերի շրջանակը է։ Չէ, իհարկե ոլորտային առումով եւս քննարկումներ եղել են եւ բոլոր տեխնացուների վերաբերյալ մենք հնարավորինս, ինչպես որ մեր տեխնացուների վերաբերյալ ենք նախնական, որ մինչեւ որոշելով կլինի տեխնացու ամենայն մանրամասնությամբ քննարկում, նույն տարբերակով էլ եղել է նաեւ ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ եւ մասնագիտական եւ նաեւ մասնագիտությունից ստացվեց դուք ոլորտային առումով բոլորը շատ լավ եք ընտրվեցիք, ընդդիմադիրները վատ էին։ Արմանյանը ամեն դեպքում կրթություն ունի երկար տարիներ աշխատել։ Կարծում եմ, որ այո, շատ լավ տեխնացուներ էր առաջադրել ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ շարունակում է շատ լավ տեխնացուներ առաջադրել եւ մենք այդ համեմատության մեջ մեր ընտրությունը կկատարենք։ Տիկին Բադալյան, առողջապահության այդ համընդհանուր բավականության վճարների հետ կապված այսպիսի խնդիր են բարձրաձայնում քաղաքացիները։ Քաղաքացին որ օրինակ աշխատում է եւ գործատուն վճարում է այդ գումարը եւ պլյուս ունի ԱԶ 129,000 դրամ ինքն է վճարում, հետո պետությունը վերադարձնում է միայն գործատուի տված է, դա որը կազմում է 56,000 դրամ, որովհետեւ այնտեղ գործատուի հետ պետությունը սուբսիդավորում է։ Հիմա ստացվում է, որ այդ քաղաքացիները 129,000 դրամից ավել են վճարում, որովհետեւ այն մի 129,000 դրամը ամբողջությամբ հետ չեն ստանում։ Այս խնդրի հետ կապված առաջիկայում հնարավոր է ինչ-որ լուծում լինի։ Այո, այս խնդրի հետ կապված քննարկումներ այս պահին էլ ընթանում են եւ եթե հիշում եք նախորդ փուլում էլ երբ որ արդեն մենք ԱԶ-ները եւս այդ 120,000 դրամներով ներգրավեցին եւ դարձան առողջության ապահովագրության շահառու, այնտեղ էլի խնդիրներ կար, որովհետեւ ԱԶ-ն միանգամից պիտի վճարեր այդ գումարը, այն դեպքում երբ որ մյուս աշխատողները ամսական էին վճարում, այդ խնդիրն էլ լուծվեց եւ հնդածս երբ որ խնդիրներ են առաջանում, մենք փորձում ենք դրանք կարգավորել։ Այնտեղ համակարգում մի քիչ բարդություն կար, որովհետեւ այո, սկզբում բողոքի ալիք բարձրացրեց նաեւ դա, որ երկու աշխատատեղից միանգամից վճարվում է հիմնադրամ, հետո հիմնադրամը հետ է վերադարձնում երկրորդ աշխատատեղից վճարված գումարը եւ այլն, բայց տեխնիկապես այս կեսն է վերադարձվելու մասը իհարկե ամենայն մանրամասնությամբ պիտի քննարկվի եւ մենք առաջիկայում այո, մենք աշխատանքային քննարկում պիտի անենք առաջիկայում բոլոր այդ ֆինանսական եթե մտահոգություն կամ եթե որևէ խախտում կամ որևէ խնդիր է առաջացել, ամենայն մանրամասնությամբ պիտի քննարկենք։ Տեսեք, նաև ձեր հանձնաժողովը շատ ուղիղ չէ, բայց որոշակի առումով առնչություն ունենալու նաև սոցիալական ոլորտի հետ, համագործակցություն, հարաբերություններ պետք է լինեն նաև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ։ Ձեր եւ Արսեն Թորոսյանի հարաբերությունները կարծես թե այդքան էլ հարթ չեն, հնարավոր շատ հարթ են մեր հարաբերությունները։ Բան ժամանակ հիշում եք ստորիեր արել գրել։ Տեսեք, նախ ես կարծում եմ անձնական որևէ լարվածություն երբևէ չի եղել, կարծում եմ այս մասին պետք է անպայման խոսել, եղել է շատ սուր քննադատություն, փոխադարձ, հա, երկու կողմն էլ իրար փոխադարձ քննադատում էին, բայց ես դրան շատ դրական եմ վերաբերվում իրականում, որովհետև երբ որ ընդդիմությունը մեզ չի քննադատում, մենք հավանականությունը, որ կլճանանք կամ այսպես իրար գովալով միայն եւ միայն դրական այսպես քննարկելով որևէ դրանից չի շահում որևէ մեկը եւ այդ պատասխանատվությունը կարծես այն սկզբնական շրջանում բոլորս վերցրել էինք մեր վրա, փոխադարձ բոլորը իրար քննադատում էին, քննարկում էին եւ այլն։ Այսօր համենայն դեպս ես շատ լիահույս եմ, որ մենք ունենք ընդդիմություն, որը պատրաստ է թեմատիկ քննադատություն։ Ես չգիտեմ սա ինչ որքան կտևի, բայց դա ինձ միայն ուրախացնում է։ Այսինքն բոլոր այն խնդիրները, որոնց վրա մենք նույնիսկ ժամանակ չենք ունեցել, երկրորդական ենք համարել եւ այլն, ավելի այսպես մեծ խնդիրների վրա ենք կենտրոնացել, ես այսօր նկատում եմ 9-րդ գումարման ազգային ժողովում 8-ում նման բան չի եղել, եթե հիշում եք, նրանք խոշորացույցով բոլոր խնդիրները վերհանում են եւ այդ խնդիրների շուրջ քննարկում են մեզ հետ կազմակերպում, այս դեպքում մենք իրար ընդդիմություն ներկայանալու կարիք այլևս չունենք։ Մենք պիտի ընդհակառակը միավորվենք եւ փորձենք եւ ընդդիմության
առողջապահության հարցերին պատասխանել եւ վերհանած խնդիրները, որոնց մեջ լինում են նաեւ օբյեկտիվ խնդիրներ, զբաղվենք դրանց լուծմամբ։ Այնպես որ այստեղ անձնական լարվածություն առանձնապես չի եղել, այո, առողջապահության եւ սոցիալական ոլորտները խաչվում են եւ շատ տեղերում դրանք այսպես շատ նույն գծի մեջ են գնում եւ առանց համագործակցության դա հնարավոր չի լինի լուծել։